Վլադիմիր Պողոսյան, դուք ինձ հիշացնում եք ձեր մենտալիտետով այն ինտուրիստի մատուցողուն, էլի ինտուրիստ հյուրանոցային կոմպլեքսի, որ ասում է պատրաստ է առաջին իսկ այդ հյուրի հետ անկողին մտնի, ինչա հետը գնա Ամերիկա կամ Եվրոպա, գեղեցիկ երազանքի հետևից, էլի, ու արդյունքում դառնում է պուտանկա, ու մեղադրում իր անհաջողության մեջ սիոնիստներին։ Այդ ձեր մտածելակերպը, ձեր մենտալիտետը է դա։ Հենց որ բարև ձեզ, ժողովուրդ ջան։ Ուրեմն ինչի ես այսօրվա իմ հաղորդմամբ թիրախավորեցի, ասենց ասած, բրիցելս տակնգա բանը, Վլադիմիր Պողոսյանը, որտեղ լսեցի մի քանի ժամ առաջ իր վերջիես մի հատ ձայնագրություն, պատասխան ռուսերեն լեզվով բանին Նիկոլայ Պլատոշկինի 10 օր առաջվա Պլատոշկինի եթերին հիմա է պատասխանում։ Ու հիմա կանադառնամ ու հետաքրքիրը նա է, այս եվրոպական գագաթնաժողովին հենց ընդառաջ մոռանալով մի բան ժողովրդին ասի, որ նույն Ֆրանսիան, Մակրոնը, նույն ֆրանսիական իշխանությունները 10 տարիներով էլի ինչ էս Արցախյան խնդիրը կա, լինելով Մինսկի այդ խմբի համանախագահ, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա եւ Ռուսաստան, դեմ է հանդես եկել Արցախի ինքնորոշմանը, Արցախի անկախությանը, ինչպես եւ Միացյալ Նահանգները։ Պատկերացնում եք, ու այսպես ես չի ասում։ Ու հիմա փորձում է Պլատոշկինի այդ ապրիլի 24-ին նվիրված այդ նրա ինտերվյուն, մի հանճարեղ ինտերվյու, ես երկու այդ ինտերվյուներն էլ կտեղադրեմ համ Նիկոլայ Պլատոշկինի, համ Վլադիմիր Պողոսյանի այդ արձագանքը իմ կոմենտարիաների մեջ, ու հետաքրքիր է կմտնեք կլսեք։ Ուրեմն ինչին է արձագանքում, տեսեք 10 օր հետո էլի, Պլատոշկինը որտեղ շուռ տվեց, ասում է նոգնագլվու էլի բանը, այս թեզերը տարածած այդ Եվրոպա մեծ բևեռական, դաշնակական, մի խոսքով էլի, այն մյուս դաշնակներ են, հիմա դաշնակները երկու մաս են էլի։ Այս Եվրոպա մեծ այդ թեզերը լրիվ շուռ տվեց, Լենին Քեմալը պատմաբանի պես բացատրեց, ոնց է եղել, իրավիճակը։ Ու հիմա Պլատոշկինի այդ եթերին արձագանքում է Վլադիմիր Պողոսյանը, դե ոնց ասի, ախր ոչխարին իրանք տարիներով խաբում են, բայց հիմա մեկը գա աչքերը բացի ոչխարի։ Դրա համար հիմա ես եմ արձագանքում։ Ուրեմն Վլադիմիր Պողոսյան, ես լսեցի քո այդ մի ժամանոց համարյա բարբաջանքը։ Ես հիմա մտքից թելը չկտրվի, այնքան էշություն որ դուրս տվեցիր, քեզ հրավիրում եմ իրար հետ բանավեճի մի հատ։ Այնտեղ մարդու ստվերի հետ, որ քեզ չի կարող պատասխանել, ինչ էշություն ասես դուրս տվեցիր։ Ես եմ պատասխանում։ Ստապ դատողությունը։ Ուրեմն ամենաառաջինը դու քո հաղորդման կեսը նվիրել էիր բանին, կռիվ էր տալի Պլատոշկինի հետ, կարծես Պլատոշկինը Ռուսաստանի իշխանության ներկայացուցիչ է։ Հիմա լսիր Վլադիմիր, մի հատ Պլատոշկինի էս ձայնագրությունը, լսիր։ Не надо было Армению сдавать, понимаете, нашего союзника. Не надо было этого делать. Получается как? С Грузией у нас война была в 2008 году. Армению мы сдали, Азербайджану и Турции. Ну, теперь Азербайджан, который фактически находится под крылом Турции, это вот самая мягкая формулировка, что я могу сказать, да, он теперь об нас просто ноги вытирает. У меня такое впечатление, что они даже уже, ну, я не знаю, у них фантазии не хватает. Как бы досадить вообще Российской Федерации? Понимаете? И все почему? Потому что там уверены, что в России есть целая, так сказать, группа политологов, которые, назовем их так, да, будет топить за Азербайджан при всех возможностях, но это даже не главное. Они уверены, что среди российских олигархов, не русских, а российских, есть группа людей, которые здесь могут в России пролоббировать любое решение в пользу Азербайджана. Поэтому они себя так и ведут, отвязно, понимая, что, что бы мы там ни вытворяли, ничего не будет. И заметьте, какая тихенькая реакция-то, да? Լսեցիր, այս մարդը ինքն է խոստովանում, ինքը այսօր պատասխանատու չի Կրեմլի տարած քաղաքականությանը, հասկանում ես։ Եթե դու տեղյակ չես, նրա վրա նույնիսկ քրեական գործահարուցվածն է, դատվել է, հենց հիմա տնային կալանքում է, եթե չեմ սխալվում, հալածվում է ներկայիս իշխանության կողմից։ Նա այսօր ընդդիմադիր է, որ
շաբաթը 2 ժամ ունի, 2 շաբթի օրերով եթերներ իր ժողովրդի հետ, կոմունիստների հետ, իր աջակիցների, որ նրանց հարցերին պատասխանում ու օրը շաբաթը 2 ժամ մենակ իր հաղորդմամբ քննադատում է իշխանությանը, որի մեջ դու իրան մեղադրում ես, հասկանում ես, բավական է Վլադիմիր զբաղվես քաղաքական անալիզմով։ Սա պարզ է, ես զուգադիպությունների չեմ հավատում, սա եկավ հրաման, ասում են դե գրանտները որ լափում եք, պետք է աշխատեք։ Մեջներից ռուսերեն խոսացողն էլ դու ես, դրա համար քեզ այս հրահանգը երևի իջավ էլի։ Որ դու հիմա նստես, էշություն դու ստաս, որ հետ բերես ոչխարներին, էլի տգետների ու հիմարների դաշտ։ Ուրեմն սա եմ հասկացանք, այդ մարդը պատասխանատու չի այսօրվա քաղաքականությանը ու ինքը քննադատել է բազմիցս, ոնց տեսեք այս եթերից։ Հիմա մյուսը, այն որ դու առաջ ես տանում ինչ-որ թեզ, որ վերաբերվում է նրա վերլուծությանը, մեր 1920 թվականի Լենին Քեմալ, այդ ցեղասպանության հետագա տարիներին, էլ ինքը պատմականորեն այս մարդը բացատրում, էլի ոնց է եղել։ Զուգահեռներ տանելով այսօրվա հայկական իրականության եւ այն ժամանակվա միջև, որ եթե այսօր Ռուսաստանը զբաղված է նույն Ուկրաինայի պատերազմով, 100 տարի առաջ զբաղված էր Լեհաստանի հետ պատերազմով, որ նույն արանքը ոնց է Հայաստանը փորձում է բանանի, ասենց շաշաբոզ մատուցողի մտածելակերպն է, էլի որ տիրել է հայի ուղեղում դեռևս հələ բանի ժամանակ են, 100 տարի առաջ, որ ասում է հայեր մի կրկնեք նույն սխալը, որ Եվրոպան ձեզ նույն արևմուտքը օգտագործել է իր նպատակի համար։ Իսկ Վլադիմիր Պողոսյանը հիմա փորձում է բանանի, ասենց սավունա գլոբուս քաշի ու ժողովրդին մի բան ցույց տա։ Լսեք, նախ դու որ ասում ես ռուսներն են զենել Թուրքիային, որ Թուրքիան պատերազմի հայի հետ 1920 թվականին, երբ իրանք հասան մտան Հայաստան, դու սխալվում ես։ Բացեք պատմական բոլոր, դա եվրոպական կա ամեն տեղ գրված, թե ոնց է Թուրքիան զինվել։ Թուրքիան զինվել է գերմանական զենքով, գերմանացիներն են աջակցել 1920 թվականի այդ հայ-թուրքական պատերազմում։ Պետք չի դա շփոթել, տեսեք, 1915-ից 18 թվականի պատերազմի հետ, այդ առաջին համաշխարհայինի, սա առանձին պատերազմ է, որը միշտ մեր մոտ կապում են հայ մտածելակերպի մեջ, կարծես մի պատերազմ, ոչ, սրանք տարբեր, այնտեղ երի թուրքերն էին, այստեղ արդեն Քեմալ նոր թուրքերն են սրանք ավելի, այն երի թուրքերի դատապարտեցին, նրանց ճանաչեցին սխալ, նրանց սաղ մեղքերը բարդեցին նրանց վրա, էլի, դրա համար այս պատերազմում ռուսը չի օգնել, զենքով օգնել է Գերմանիան, դա գրված է ամենտեղ, մյուսը, Թուրքը հասել էր Հայաստան, անկախ Հայաստան էր այդ ժամանակ, Հայաստանը անկախացել էր, տեսեք, 18 թվականին, հենց բանից հետո, Սարդարաբադից հետո Ռուսաստանի գլուխը խառն էր, Հայաստանը անկախացավ, գնաց Անտանտի տղեկի հետ տուսի տալի, ու Անտանտի տղեկը վերջ օգտագործեցին սկզբում, զինեցին, քանի գնում էր առաջին համաշխարհային պատերազմը, հետո պատմագրության մեջից ջնջեցին հայերի անունները որպես իրենց օգնած աջակցած երկիր կամ պետություն ընդհանրապես, բացեք նայեք, գուգլեք Անտանտի դաշնակիցներին, հայերին նույնիսկ չեն էլ հիշատակում, ինչ այսօր։ Օգնեցին այն պահը, միջև պետք էր հաղթել առաջին համաշխարհային պատերազմը, հետո հայերին լքեցին։ Վուդրո Վիլսոնը իր մուտիլովկը կկապեց այս հիմարների ջանին, մեկը հասկանալով որ չեն պահելու։ Դուք արդարացնում եք Վուդրո Վիլսոնի այդ բանը, երբ որ Պլատոշկինը քննադատում էր նրան, մեղադրում էր մարդ սխալ քաղաքականության մեջ։ Հաշվի չեք առնում, տեսեք, ես պատմաբան եմ ձեզ ասում, բացեք կարդացեք Ռուզվելտի գնահատականը Վուդրո Վիլսոնի քաղաքականությանը։ Տեսեք, այդ նույն բանը նա էլ ասում, որ Վուդրո Վիլսոնը շատ քաղաքական սխալներ արեց, փոքր ազգերին հույսեր տալով, փոքր երկրներին, ճիշտ չգնահատելով իրավիճակը, մի խոսքով։ Այդ Վուդրո Վիլսոնի մուտիլովկեն միջև հիմա պատմում եք մարդկանց խափում եք, էլի, խեղաթյուրում եք իրականությունը։ Դե թող գային օգնեին։ Թուրքը հասել մտել էր բան, դու հենց էտա լեննական, հասել էր արդեն բան, էջմիածին,
ասում ես տես 7 կիլոմետր չի բանը Գյումրին հեռու Երևանից, որ ասում էր 7 կիլոմետրից մտնում էր Երևան։ Այսօրվա Էջմիածինը, որ հասնում ես Էջմիածին, էլի, եթե թուրքը մտնում էր Էջմիածին, համարյա Երևանի սահմաններին ուղիղ գծով 7 կիլոմետր կանի։ Կարող է 10 անի։ Հարցը 2-3 կիլոմետրի մեջ չի։ Բայց դու տես ընկած մարդկանց կրկին գցում ես թյուրիմացության մեջ։ Դրա համար ունես այդքան խիզախություն ինձ հետ դուրս արի բանավեճի, այլ ոչ թե Պլատոշկինի ստվերի հետ, որ մարդը ճիշտն է խոսում։ Ինքը ակադեմիկական իրականությունն է ասում, պատմական, որը ձեզ կասեն բոլոր պարկեշտ Հայաստանում գտնվող պատմաբանները։ Թուրքիայում գտնվող, Ֆրանսիայում գտնվող, Միացյալ Նահանգներում, որտեղից էլ Չինաստանում ապրող, ով ուսումնասիրի տարածաշրջանը եւ խնդիրները։ Մյուսը էլի դու ինչ էր ընդեղ ասում։ Ասում էր ռուսը մեզ չի պաշտպանել։ Ոնց չի պաշտպանել, որ ռուսն է փրկել այդքան հողը։ Երբ Նախիջևանը պարտվել էին հենց դաշնակները։ Իրանք էին պարտվել իրանք սխալ քաղաքականության արդյունքում։ Հույսները դնելով, որ իրանք պետքա դրսից մեկը օգնի։ Այնտեղից էլ եկավ ինչ պատասխան Վուդրո Վիլսոնը իրան գժի տեղ դրեց, ֆրանսիացիք ասեցին կգանք, տենց էլ չեկանք, վերջ եկան հումանիտար ինչ որ մի քանի հոգու փրկեցին, զենքով չօգնեցին, ֆրանսիական նավատորմն էլ հայկական լեռնաշխարհ չբարձրացավ, այդ պատասխանը ստացանք։ Այս է եղավ։ Իրականությունը ասա, բայց ռուսը երբ որ արդեն գնացին բաները, հայ կոմունիստները ասան այնտեղ Ռուսաստան, որ գան օգնության, նրանք եկան էլի փրկեցին մի բան։ Բարձր նրանք արյուն թափել չէին կարող, որտեղ Ռուսաստանը ամթուլացած էր, Ռուսաստանը այդ ժամանակ պատերազմում էր, հենց ինքը ասեց, Լեհաստանի հետ, ռուս-լեհական պատերազմի մեջ էր գնում, ավելի լուրջ դաշտերն, այստեղ Քեմալ իրանց սխալը ընդունում են ռուսները։ Դրա համար Պլատոշկինը ասեց, որ հետո Ստալին ուզում էր հետ բերեր, որտեղ Քեմալը լրիվ ուրիշ բան պետք է աներ, էլի, բայց այդ Լենին-Քեմալ այդ բանից հետո, այդ պակտից հետո համ փողն են վերցնում, որոշ չափով զենքել են տալիս այդ ժամանակ։ Հետո Քեմալը հետա գնում Թուրքիա, ինչքան բոլշևիկ կա, բոլորին խեղտամահանում ու ասում Ռուսաստան пошли вы на 3 буквы։ Այդ այ անում Քեմալը, դա ռուսներն են ընդունում։ Դրա համար Ստալին ուզում էր հետ բերել այդ հողերը։ Հենց որ պատմությունը մեկ այլ ճանապարհով է, սենց է եղել։ Իսկ դու նստում ես հիմարություններ դուրս տալով, որ ռուսը մեզ չի օգնել։ Բա ով է օգնել, արա։ Որ այսօր Լեննականում բան չկա, մեջիցներ կանգնած չեն ու այնտեղ բայաթի չեն կանչում։ Նամազ չեն անում Գյումրիում։ Այն ժամանակ Ալեքսանդրապոլ։ Հենց ռուսի շնորհիվ է։ Այսօր որ Հայաստանում դրոշ են վառում հանգիստ, բան Թուրքիայի դրոշ այսքան տարի, դա ռուսական այդ պատասխանատվության գոտին է, որ դեռ այդ կարմիր գիծը Թուրքիան չի անցել։ Որտեղ եկեք չմոռանանք, սա վերջի վերջո ատոմային տերությունն է, թեկուզ հյուծված է, ինչ է, ատոմային տերություն է։ Ու եթե վտանգ եղավ Կովկասը կորցնելու, շատ բանի կարող են անցնել։ Ով գիտես ուկրաինական պատերազմներ կարող է միջուկային ձևքով վերջ տան, էլի, չգիտես։ Նենց որ Վլադիմիր Պողոսյան, հերիքա էշեշ դուստաս։ Պարզապես դուք դասյարակել եք մի զանգված, որը դասյարակվել է այլ տգետների, անգրագետների կողմից, հիմա էլ ինչ հիմարություն ասես կապեք իրենց ջանի։ Թուրքիայի դրոշքը վառեիք այտենց, դին չեք դիմակով վառում, հա, դիմակավորված, որ վաղը Ինտերպոլ չգցեն, չիդենտիֆիկացնեն ձեզ։ Բայց հենց հիմա Թուրքիայում Հայաստանի դրոշը ու Արցախի դրոշը վառեց մի ադրբեջանցի բաց դեմքով, տղամարդու պես կանգնեց տեսախցիկի առջև, նայեց ձեր աչքերի մեջ ու վառեց։ Որտեղ վախենում եք, որտեղ ռուսը չլինի հիմա, այտենց չէիք թփրտա։ Իսկ սխալները դա ես էլ գիտեմ, կան սխալներ, Ռուսաստանի իշխանություններն էլ ընդունում, որ շատ բանում սխալվել են։ Դա Պլատոշկինն էլ է ասում, քննադատում է սխալների համար, դատապարտում։ Իսկ այն որ պատմականորեն մենք հիմա կրկնում ենք նույն սխալը, դուք դա չեք ուզում ասեք։ Ասում ես մենք ոնց Թուրքիին ծեծեցինք բանի ժամանակ, ձևը գիտենք էլի են Սարդարաբադում նենց էլ էլի կծեծենք։ Այ քո հայրենիքը այսօր Թուրքը ջնջում անդից, քո եկեղեցիները, դե պահեիր, դե գնար ծեծ տար Թուրքին ոնց տվեցիր բանում Սարդարաբադում։ Ես շշմենակ խոսակ էլի, սենց ես պարզ եմ խոսում, որ մարդիկ հասկանան։ Վլադիմիր Գասպարյան, պահեիր Ղարաբաղը, տես, հեսա այնտեղ Բաբո Ձեդոին են բան անելու,
բնաջնջելու, եկեղեցիները տեն քանդում, մնա իրարա, բա ձևը գիտես թուրքի վզին տալու ոնց է իր ասում։ Այ Վլադիմիր Գասպարյան, դու լե միջև պատմություն ուսումնասիրես, դու քաղաքական պրոպագանդ հասկացա դիստես։ Մի հատ բացի կարդա Հովանես Թումանյան, մեծ գրող։ Քաչ Նազարը մեկել Կիկոսի մահը։ Այս երկու բանով հեքիաթ է էլ Իրանից, բայց մեծ խորհուրդ կա։ Իր թորներին տված, որ քոպես տուպոյները միջև մա չեն կարում հասկանան ինչ էր Թումանյան ուզում ասել։ Քաչ նազարությունը հայի որն է, այ որ նստես թուրքի վզին տանք։ Դե գնա թուրքի վզին տայր Ղարաբաղը պահիր։ Հասկանում ես։ Այսինքն մեծ խոսակ, այնտեղ չեղած բանի շուրջ Կիկոսի պես նստեք, նոյան տապանում, չեղած մի ամբողջ մի ժամ տրամադրեք մի ֆանտազիայի, որը տեղի չի ունեցել։ Այդ նույնն է, որ ես նստեմ կնգաս այդ խոսամ, այ որ մի քիչ շուտ մի հատ էլ են երեխա ունենանք, հիմա այդ երեխեն չի ծնվել այդ երեխեն, ինչ խոսած։ Այդ երեխեն չի եղել։ Ու դու նստած նույն ձև նույն բան Վլադիմիր Պողոսյան։ Ու հիմարություններ տարածում։ Թուրքիային սենց կանենք։ Դուք հաղթեցիք Սարդարաբադում, որտեղ Թուրքիան պարտված էր, որտեղ Թուրքիան դա 18 թիվը դա առաջին համաշխարհային պատերազմի վերջն էր մոտիկանում, արդեն թուրքական բանակը բարոյա լքված էր, արդեն պարտվում էր։ Դա երբ էր Սարդարաբադը, բանի մայիսի, երբ Սարդարաբադը, հա մայիսի վերջն էր։ Մի քանի ամիս հետո բան եղավ, առաջին համաշխարհայինը պրծավ։ Հասկանում եք, առաջին համաշխարհային պատերազմի վերջը եկավ։ Քանի ամիս հետո, մայիս, ընդեղ հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, 5 ամսից։ Նոյեմբերին արդեն պարտվեց համ Գերմանիան, համ Թուրքիան։ Այդ բանակը արդեն արնահոսող էր, նա պատերազում էր տարբեր ճակատներով, ռազմաճակատներում, առաջին համաշխարհային պատերազմ, որի մի ճակատից մի պատերազմի մի մասը եղել է Սարդարաբադում, այսպես ներկայացրեք ժողովրդին։ Որ նա արդեն պարտվում էր, նա բարոյապես պարտվել էր։ Այլ ոչ թե նստեք մեծ հեքիաթ պատմեք, որ գնացինք, հաղթեցինք Թուրքիային, Օսմանյան կայսրությանը հաղթեցինք ամենտեղ նոր Թուրքիային։ Դուք իսկի հերագիր չեք չի եղել Հայաստանում, դա կարծեմ Գյումրում առաջին եղել, նույնիսկ ես չեմ էլ կարողանում ճիշտ գտնել։ Ըստ որոշ աղբյուրների Գյումրիում գոնե եղել է պոչտա, այն տու են որ գալիս է բանը հերագիրը, հայ Երևանում դեռ չի եղել։ Այս ձևի հետամնաց է եղել երկրում էլի, հասկանում ես, կոյուղի ընդհանրապես չի եղել։ Դուք ինչ կապ ունեցել եք, մենք ինչ մեր էլիտան սաղ ապրել է Վրաստան, Թիվլիզն է կառուցել մեկ է Բաքու։ Դուք այդ դատարկ ոռով, որ սենց խոսում են, մյուսը, էլ ինչ կա, որ դու ընդեղ խոսում ես, լսեք, ասում, Պլատոշկինի այդ եթերը շատ լավն է, այդ հարցազրույցը, որ շատերը կապում են, որ Լենինը կամ Ստալինը տվեց Ղարաբաղը։ Ով տվեց Ղարաբաղը Ադրբեջանին։ Ղարաբաղը նայեք առաջին է, ժողովուրդ, տվել են Ադրբեջանին, նախ դա պատմականորեն է մտել Ադրբեջանի կազմի մեջ կամ Բաքունսկի օբլաստի մեջ, որտեվ 1813 թվականին, տեսեք, Գյուլիստանի պայմանագրով Պարսկաստանից մի մաս հող եկավ մտավ ռուսական կայսրության կազմի մեջ։ Գրիբայեդովին ընդեղ սպանեցին ու որպես բան մի կտոր հող տվեց Պարսկաստանը, որի մեջ մտնում էր Արցախը։ Գյուլիստան քաղաքը Արցախն է եղել, գրված այնտեղ պատմության մեջ։ Ու դա հետո դարձավ Բաքինսկի օբլաստը իր ադմինիստրատիվ սահմաններով, Արցախը մեջը։ Հետո, տեսեք ինչն է հետաքրքիրը, մինչև մեր պատերազմի այդ ժամանակ Արցախ մենք չենք դիտարկել։ Բաքինսկի օբլաստը մտել է սովետական միության կազմի մեջ Հայաստանից շուտ։ Եթե Հայաստանը մտել է 21 թվին, բանը մտել է արդեն 20 թվին։ Ավելի ամիսների տարբերությամբ ամեն ինչ եղել էլի բանի կազմի մեջ, սովետական միության։ Դրա համար Ղարաբաղը ավտոմատ Բաքինսկի օբլաստի կազմում լինելով մտել է հետո ադրբեջանական ՍՍՍՌ կազմի մեջ։ Իսկ Հայաստանը մտել է Ռուսաստանի կայսրության կազմի մեջ ավելի ուշ, դա եղել է Թուրքմենչայի պայմանագրով 10 տարի հետո Բաքինսկի օբլաստից։ Նա էլ մտել է որպես Երևանսկի օբլաստ։ Հետո այդ Երևանսկի օբլաստը նույն իր վարչական սահմաններով
ազատվել է, գցենք ռուսական կայսրությունից ցարին սպանելուց հետո դարձել է ինքնուրույն, հետո իր մնացած տարածքները կորցրել է, որտեղ Թուրքը հասել էր արդեն Հայաստան, մտել էր Երևան էր մտնում համարյա։ Յուլիս բանը կարդացեք Ալեքսանդրապոլի կապիտուլյացիան, որ դաշնակները ստորագրել էին։ Դրա համար Արցախը ոչ մեկ չի տվել, Արցախը մնացել է, որտեղ Արցախը Բաքինսկի օբլաստի մեջ է եղել։ Ու տենց են վարչական սահմանները գծվել ցարական ռուսական կայսրությունը, որից հետո ժառանգել այդ նույնը բանը Հայաստանն ու Ադրբեջանը, Վրաստանը։ Իսկ կորցրած նույն Նախիջևանը, կորցրած այդ Արարատը, Ղարսը, դրանք կորցրել ենք, որտեղ թուրքը բանակով եկավ, գրավեց, ու վերջում ինքը շատ լավ դիրքերից գնաց բանակցության Մոսկվայի հետ, երբ որ ինքը հաղթած էր։ Իսկ հավատացեք, Ռուսաստանը չի օգնել Թուրքիային, որ գրավեն Հայաստանը։ Ռուսաստանը ժամանակ ահռելի տարածքներ է կորցրած եղել։ Ֆինլանդիա, Լեհաստան, Բալկաններ, դուք պատկերացնում եք, նույն Ուկրաինան կորած է եղել, Բելորուսի մի մասը կորած է եղել, գցենք էլ որը ասեմ, այնտեղ Բալկանները ասեցի, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, դրանք սա Ռուսաստանի մեջ են եղել։ Այդ հեղափոխությունը, որ եղավ առաջին համաշխարհային պատերազմից Ռուսաստանը դուրս եկավ այդ բանով Բրեստի միրնի դագավորով, էլի շատ բան կորցրեց, այնց որ երկրի ներսի վիճակն էլ է խառը եղել։ Իսկ Վլադիմիր Պողոսյանը նստում է հային, ես իմ հեքիաթ պատմում, պարզապես այն հյուրանոցի այդ շաշաբոզ մատուցողի մենտալիտետով, էլի, որ այ լավ կլինի, որ սենց։ Սա է իրականությունը մեր, որ մենք մեր մասնագետները, պատմաբանները չեն խոսում, ով ոնց կարողանում է ժողովրդին խաբում է, մանիպուլացնում։ Այ սրա համար որոշեցի պատասխանեմ, էլի։ Ժողովուրդ ջան, նենց որ նայեք, ռուսն էլ ձեր ընկերը չի։ Ռուսը մի շատ լավ ասացվածք ունի, ասում է՝ «У России два союзника, армия и флот»։ Միշտ կա տնտեսական շահ, տեսեք, աշխարհաքաղաքական շահը ումն է, ինչ ձեռք տալիս։ Մենք միշտ մտածեցինք այդ հյուրանոցի, այդ շաշաբոզ մատուցողուհու պես ենք մտածում անընդհատ, որ պետքա մեզ մեկը վերցնի, մտցնի, այլ մենք պետքա քաղաքականություն ձևավորենք, տեսնենք, ում ինչն է ձեռք տալիս։ Տեսեք, մի սովորական բան, այսօր փակեցին այնտեղ Վալբերիսն ու Ազոնը կարծեմ, չեն ընդունում տապրանքներ, այդ տնտեսությունը ոնց է նեղվում։ Նույնն է ջերմուկը։ Դուք տեսեք, ձեր տնտեսական շահը որտեղ է։ Հասկանում եք։ Ում հետ է դա։ Ձեզ թվում է Հայաստանը կարողանալու է գինի կոնյակ ծախի Եվրոպայում, հա։ Հայկական գինին տանելու է այնտեղ իսպանականը, իտալականը, ֆրանսիական գինին թողելու են դու այնտեղ իրան սուպերմարկետներում տեղ վերցնես, որ քո գինին ծախես։ Այս հենց առը ասելու կամ քո հանքային ջուրը։ Պատկերացնում ես դու Ռիվերացին իր բորժոմին չկարողացավ ծախի Եվրոպայում։ Հələ գնացեք նայեք, անի տեղ բորժոմի կար։ Դուք ջերմուկ պետքա ծախեք։ Դուք պետքա գնաք, Եվրոպայում դնեք, ասենց այ Վլադիմիր Պողոսյան, գնաց պատմես, որ կոնյակ խմեք, հայկական կոնյակը սուպեր կոնյակա, Չերչիլը հայկական կոնյակա խմել։ Այդ էշությունը երբ գնացիք Եվրոպա պատմեցի կամ մի անգամից ընդերի պատմաբանները ասենց մի հատ թարս թաթալոշ կտան Վլադիմիր Պողոսյան դեմքիդ։ Ոչը որդ կկոխես կփախնես։ Այնտեղ դե էշություն չկապի մարդկանց, որ ծախեք հայկական կոնյակ, բրենդի։ Բայց Ռուսաստանում ծախվում է։ Այդ հեքիաթ ստեղ աշխատում է։ Բա հեքիաթ որ պարզապես մի գրող է գրել, բանի գրքով են ինչ էր ամն։ Շտիրլիցի մեջ այդ պատմվածքի մեջ։ Այնտեղ կարծեմ Մյուլլերն է խոսում Շտիրլիցի հետ, ասում է այդ մի կավկասկի կոնյակ, որ Չերչիլին խաբել եք, էլի։ Էդա։ Այդ որ մտածելու բան շատ կա, տեսեք, մարդ պետքա մտածի, թե քաղաքականությունը ոնց կառուցի, որ պետության տնտեսությանը ձեռնտու լինի։ Ամենաառաջինը դա է։ Ես մի անգամ հաղորդում արեցի այդ բանի մասին, էլի, այն Տրիսկովայա վայնա։ Բանում էր եղել Իսլանդիայի պատմությունը։ Ոնց այդ երկիրը քաղաքական այդ բաների մեջ խախտվեց սովետական միության հետ եւ փոկեց իրան տեղ ծովում ձգնոսության համար, ծովային սահմանները մեծացրեց։ Մարդ իր տնտեսական շահով էր գնում, ոչ թե քաղաքական իդեալներով, էլի։ Գնում էր ռուսների հետ, ասում էր ՆԱՏՕ բազաներդ կհանեմ Իսլանդիայից, ռուսներին կանչում եմ, տես այնտեղ կանգնած պատրաստ են։
Դե բանա գտեք նայեք իմ եթերը նվիրված Տրիսկովայա վայնա։ Այդ համոզված եմ, այդ պատմական փաստը նույնիսկ մեր բուհերում չեն անցնում, էլի, քաղաքագետներն ու պատմաբանները։ Հենց որ առաջի տեղում դա պետք է լինի։ Ու դրանով պետք է առաջնորդվի քաղաքականությունը պետական։ Իա տնտեսությունով։ Հետո մնացածները։ Շնորհակալություն։ Հաջողություն։